սովորեցինք սեռի գենետիկա ենթաթեման, գենետիկա ընդհանուր թեմայից և որպեսզի կարողանամ ես տեսեմ, թե դուք այդ դասը ինչպես ընկալեցիք, էլեկտրոնային գործի քույզ ենք կիրառելու, բայց մինչ այդ նորից հարցերով ամփոփենք կենդանի օրգանիզմների քրոմոսոմները քանի խմբի են բաժանում։ Խնդրեմ։ Կենդանի օրգանիզմի քրոմոսոմները բաժանում են երկու խմբի՝ աուտոսոմ քրոմոսոմներ և սեռական քրոմոսոմներ։ Բերեք պարզաբանենք աուտոսոմ որ քրոմոսոմներն են կոչվում, սեռական որ։ Աուտոսոմ կոչվում են քրոմոսոմներ, որը և արական և իրական օրգանիզմների մոտ նույնն է, իսկ սեռականը բաժանում է։ Սեռական, քանի սեռական քրոմոսոմ գիտեք, Լիլիթ։ Քանի տեսակի։ Մի քիչ բարձր։ Երկու տեսակի քրոմոսոմ։ Պայմանականորեն ինչպես են նշանակում այդ սեռական քրոմոսոմները։ Էրնա։ Կարող ենք ասել, որ X-ը իգական քրոմոսոմ է, Y-ը արական։ Եվ եթե այո բացատրում ենք, եթե ոչ բացատրում ենք, խնդրեմ Վարեն։ Քանի որ արական սեռը ունի և X և Y, հետևաբար մենք X-ին չենք կարող ասել իգական քրոմոսոմ։ Նստեք։ Մարդու մոտ որ սեռն է հոմոգամետ, որ սեռն է հետերոգամետ։ Դավիթ։ Իգական սեռը մարդու մոտ հոմոգամետ է, իսկ արական հետերոգամետ։ Կարող եք սահմանել հոմոգամետ սեռը որն է։ Հոմոգամետը երբ որ առաջանում են մեկ տեսակի գամետներ քրոմոսոմից։ Առաջանում քիչ ավելի լավ ասենք, Լիլիթ։ Երբ որ սեռական քրոմոսոմներից առաջանում մեկ տեսակի գամետ, կոչվում է հոմոգամետ, իսկ երբ սեռական քրոմոսոմներից առաջանում են երկու տեսակի գամետ, հետերոգամետ։ Էլի դիտարկում ունեմ ես, ով է հստակ ասում, ոչինչ, եթե չասեք առաջ անգամ եք լսել, ես կասեմ, ուրեմն հոմոգամետը դա առանձնյական, հոմոգամետ սեռը դա այն սեռն է, որի գամետները պարունակում են միայն մեկ տեսակի սեռական քրոմոսոմ, իսկ հետերոգամետ սեռը այն սեռն է, որի գամետները պարունակում են մեկից ավելի սեռական քրոմոսոմ։ Ինձ թվում է իմ և ձեր սահմանումները նկատելիորեն իրարից ինչ են անում, տարբերվում են։ Արդյոք բնության մեջ միշտ է այդպես, իգական սեռը միշտ հոմոգամետ է, արական սեռը միշտ հետերոգամետ։ Կարինա։ Ոչ կան բացառություններ, օրինակ թռչունների, գունոր թռչունների, ոչ ավելի կենցաղների և սողունների մոտ մեր հակառակն է, այսինքն իգական սեռը հետերոգամետ է, իսկ արական սեռը հոմոգամետ է, կան նաև մի քանի առանձնյակներ, օրգանիզմներ, օրինակ փոյդոժիտը կամ ծռվիդը, որոնց արական քրոմոսոմները X0 է, այսինքն երկրորդ քրոմոսոմ բացակայում է։ բացակայում է, շատ բարի։ Արդյոք բոլոր կենդանի օրգանիզմների սեռը որոշվում է նրա գենոտիպով, թե կան այնպիսիները, որոնք ֆենոտիպով են նաև որոշվում։ Խնդրեմ։ Կան նաև կենդանի օրգանիզմներ, որոնց սեռը որոշվում է արտաքին միջավայրի պայմաններից կախված ևս, դրանք կոկոպտիրոսներն են, բարձրակարգենթանիներ և ջրում ապրող որդերը, կոկոպտիրոսի ձուն և էսոտրիկից բարձր ջերմաստիճանում է կարողանում գոյատևել, դրանից դուրս է գալիս էգը, իսկ եթե ավելի ցածր ջերմաստիճանում, ապա արում, իսկ ինչպես նշեց ծովային որդերի մոտ, նրանց էգերը հեռանում են նոր օրգանիզմից, այսինքն ավելի հեռու միայն է կյանք վարելու, իսկ արումները մնում են իրենց մորդնչի մոտ և այդպես։ Կպատ դեռ որոշ ժամանակ։ Դասի սկզբում նշեցի սիրելի աշակերտներ, այսօրվա դասը ընկալունակությունը ձեր կողմից պարզաբանելու համար էլեկտրոնային գործի քույզից ենք օգտվելու։ Հիմա բացվել է այստեղ հատուկ կոդ, որով ձեր հեռախոսներով դուք պիտի մտնեք համակարգ և սկսելու եք աշխատել։ Խնդրում եմ բոլորը այդ գաղտնագրով, կոդով մտեք, միացեք, որ մտնեք համակարգ։ Ստացվեց բոլորիդ մոտ։ Քանի որ բոլորս արդեն գաղտնագրով մտել ենք համակարգ, սկսենք աշխատել։
Երկու աշխատել ոնցոր չեն ավարտել։ Ալեքսը Վահեն ավարտել, միայն Ալեքսը։ Արդեն բոլորս ավարտեցիք աշխատանքը, հիմա արդյունքները ամփոփ։ Ձեր հեռախոսների տեսակ ձեր աշխատանքի արդյունքը տոկոսներով։ Այժմ ըստ տրված թեստերի մենք ճիշտ պատասխանները քննարկելու կգնանք։ Առաջինը, ինչով է որոշվում օրգանիզմի սեռը, չափերով չի որոշվի, աուտոսոմների թվաքանակով չի որոշվի, գեների շփթայցման խմբերի քանակով չի որոշվի, մնաց երրորդ պատասխանը, եթե չեմ սխալվում, սեռական քրոմոսոմների քանակով։ Երկրորդ հարցը, տրված օրգանիզմներից ու մոտ է հանդիպում արական հոմոգամետություն, սա այն դեպքն է, որ բնության մեջ բոլորը չեն իգականը հոմոգամետ, արականը հետերոգամետ, ճիշտ պատասխանն տիտերների։ Հաջորդը, որ կենդանիների սեռն է կախված արտաքին միջավայրի ջերմաստիճանից։ Այսօր մենք դա կրկնեցինք նաև մերին ասեց կոկորդիլոսի։ Չորրորդ հարցը, սեռական որ քրոմոսոմներն են ավելի շատ պարունակում գեներ, բնականաբար X քրոմոսոմը, քանի որ նա զոհաձև է, ավելի մեծ է չափերով, քան Y-ը։ Հինգերորդը, ինչ են X և Y քրոմոսոմները, բնականաբար երկուսն էլ սեռական քրոմոսոմներ, առաջին պատասխանը։ Վեցերորդ հարցը, բաժանասեռ օրգանիզմների մոտ ինչ հարաբերությամբ է տեղի ունենում ճեղքավորված սեռի, բնականաբար կլինի մեկը մեկի հարաբերությամբ, որպեսզի բնության մեջ նրանց սեռերի հարաբերակցությունը ճիշտ պահպանվում։ Յոթերորդը, որ քրոմոսոմներով արուները և էգերը չեն տարբերվում իրարից։ Դրանք պատասխանն է ճիշտ աուտոսոմներով, ճիշտ պատասխանը։ Ութերորդ հարցը, ինչից է կախված օրգանիզմի սեռը, բնականաբար օրգանիզմի սեռը կախված է սեռական բջիջների, չէ, զիգոտի քրոմոսոմային հավաքակազմից, թե ինչ նրանց բեղմնավորումից ինչ զիգոտ է առաջացել, XX թե XY։ Իններորդը, որ կենդանիները չունեն արական հոմոգամետություն, այսինքն մենք պետք է ընտրենք նրանց, որոնք դա չունեն, դա բնականաբար ով է, ռոզոֆիլ պտղաճանճ։ Եվ վերջի հարցը, սեռի հետ շղթայացված ժառանգման օրինակ է, մենք պետք է ասենք այն երկու հիվանդությունները, որոնք գեները գտնվում են սեռական քրոմոսոմի վրա։ Դա չորրորդ պատասխանն է, դալտոնիզմը և հեմոֆիլիա։ Այսպիսին է արդյունքները, հիմա դուք երևի կհիշեք ձեր սխալ պատասխանները և ըստ դրա արդեն հայտորոշվեց։